Հայաստանում հեպատիտ C-ի բուժման և խնամքի գործումներ գրաված մասնագետները հավաքվել են մեկ վայրում միմյանց ներկայացնելու իրենց փորձն ու հաջողությունները, նաև աշխատանքի ընթացքում հանդիպող մարտահրավերներից խոսելու։ Մարտահրավերները շատ տարբեր են, սկսած բուժման հասանելիությունից և ծածկույթից, որը որ ցանկանում ենք ապահովել։ Ինչպես բոլորս գիտենք, բուժումը անվճար հասանելի է Հայաստանում, բայց բուժառուներին թեստավորման համար բավականին մեծ խնդիրների ենք բախվում, պայմանավորված նրանով, որ բուժառուները հիմնականում ուշ են դիմում բժշկի, արդեն բարդացված դեպքերով, և մեր նպատակն է ավելի վաղ հայտնաբերում ապահովելը։ Վաղ հայտնաբերման դեպքում հիվանդությունը լիովին բուժելի է, վարակի նախնական փուլը հաճախ առանց ախտանշանների է ընթանում, հետո կարող են ի հայտ գալ ջերմություն, թուլություն, որովայնի ցավ, մաշկի դեղնություն։ Բժիշկներ առանց սահմանների կազմակերպության ներկայացուցիչը շեշտում է իրազեկման բազմաթիվ ակցիաներ են արվում, այդ թվում թիրախային խմբի շրջանում, որտեղ հիվանդությունն ամենաշատն է տարածված։ Թիրախային խմբի ներկայացուցիչները ներարկային թմրամիջոցներ օգտագործողներ, կոմերցիոն սեռական ծառայություն մատուցողներ, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ, միգրանտներ։ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը նշում է համայնքային ենթակայությամբ գործող Արշակունյաց առողջության կենտրոնում հեպատիտ C-ի բուժման ազգային ծրագրին զուգահեռ ներդրվել է պարզեցված մոդել։ Հազարավոր մարդիկ են դիմել հետազոտման, հարյուրավոր մարդիկ արդեն բուժվել են, այսինքն դրա կարիքը կա։ Կարապետյանը գոհունակությամբ է նշում, որ թիրախային խմբի ներկայացուցիչներն էլ չեն խուսափում դիմել, որովհետև բոլոր պայմաններն ապահովված են, այդ թվում անձի գաղտնիությունն ու հոգեբանի ծառայությունը։ Չեմ կարող դրան ասել, որ դա հաճելի զարմացնում է, բայց կարևորում եմ, որ նրանք են մասնակցում, իրենք են հոգում մեր իրենց առողջության մասին, հասկանալով վտանգը մարտահրավերը։ Իսկ ինչ տեղ է զբաղեցնում Հայաստանը հեպատիտ C-ի կանխարգելման, հայտնաբերման ու բուժման առումով աշխարհի քարտեզի վրա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը պատասխանում է։ Հայաստանի ցուցանիշները կարելի է ասել միջին սանդղակի վրա են գտնվում, մոտավորապես հեպատիտ C-ի վարակվածությունը համեմատելի է տարածաշրջանի այլ երկրների հետ։ Իհարկե, վերջին տարիներին բարելավել է հեպատիտ C-ով պացիենտների հայտնաբերումը եւ հետեւաբար նաեւ բուժումը։ Ղուկասյանի փոխանցմամբ ԱՀԿ-ն աջակցում է Հայաստանին մշակելու քաղաքականությունն ու ազգային ռազմավարությունը, թարմացնում բուժման ուղեցույցները եւ այլն։ Երկրների համար ԱՀԿ սահմանած թիրախն է, որ 2030 թվականին հեպատիտ C-ի ախտորոշումը կազմի 90% եւ բուժվի ախտորոշվածների 80%-ը։ Հայաստանում այս ուղղությամբ զարգացման տեմպերը լավատեսության հիմք են տալիս։ Թիրախները միշտ սահմանվում են շատ ամբիցիոզ, որպեսզի երկրները ձգտելու տեղ ունենան։ Այո, մենք օգնելու ենք, Հայաստանը ունի ռազմավարություն, որը որ 2026 թվականին ավարտվում է, եւ նոր ռազմավարությունը, որը լինելու է 2026 թվականից մինչեւ 2030 թվականը, ըստ իր բնորոշմամբ արդեն լինելու է հեպատիտների, վիրուսային հեպատիտների էլիմինացման ռազմավարություն, որը որ նախանշում է, որ այո, կփորձենք հասնել այդ թիրախներին։ Այդուհանդերձ ընդգծում է թիրախներին ձգտելն արդեն իսկ մեծ հաջողություն է։ Աննա Զախարյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։